2025 թվականին վարորդական վկայականից 4911 անձ է զրկվել, 585-ով քիչ 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է նաև կասեցումների թիվը, վարելու իրավունքի կասեցում է կիրառվել 869 անձի նկատմամբ, 989-ով պակաս 2024-ի ցուցանիշից։ Սա մեր կարծիքով վկայում է հենց այս տուժերի արդյունավետության մասին, այսինքն եթե 2024 թվականին որոշակի անձինք ունեին վարելու իրավունք եւ կատարել էին այնպիսի խախտումներ, որոնց հետևանքով վրա էր հասել կասեցում կամ զրկում, 2025 թվականին արդեն դրա կիրառած պրակտիկայի հետևանքով բավականին նվազել է նման անձանց թիվը, մոտ 1000-ով կասեցումների քանակն է պակաս եւ մոտ 600-ով զրկումների քանակ։ Առավել հաճախ վարելու իրավունքից զրկման պատճառ է դառնում ոչ ցտավ վիճակում տրանսպորտային միջոց վարելը։ Եթե վարորդի արյան մեջ ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը կամ նրա արտաշնչած օդի մեջ պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը, այդ դեպքում վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում 1 տարի ժամկետով։ Վարորդական վկայականից անձը զրկվում է 1 տարով, որից հետո փաստաթղթի վերականգնման համար պետք է նորից տեսական եւ գործնական քննություն հանձնի։ Օրենսդրությունը խիստ է նաեւ այն վարորդների նկատմամբ, որոնք զրկված կամ կասեցված լինելով շարունակում են մեքենա վարել։ Կասեցված անձի կողմից կամ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելու համար եւս նախատեսված է պատասխանատվություն, սակայն այս դեպքում արդեն քրեական պատասխանատվություն է նախատեսվում քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածով, այսինքն հայտնաբերելով նման դեպքեր, բարեկային ծառայողները ներկայացնում են հաղորդում հանցագործության մասին եւ արդեն դրանց վարորդը փոխանցվում է նախաքննական մարմիններին։ 2025-ից ուժի մեջ մտած փոփոխություններով տուգանային միավորի շեմը բարձրացվել է 9-ից 13-ի։ Փոփոխությունն իրականացվեց որոշակի ժամանակահատվածի այդ տուգանային միավորների կիրառման պրակտիկայի վերլուծության արդյունքում, մասնավորապես հաշվի առնվեց այն հանգամանքը, որ որոշ իրավախախտումներ, որոնց համար տուգանային միավոր է նախատեսվում, դրանք հնարավոր է կատարել ոչ միայն դիտավորությամբ, այլ նաև որոշակի անզգուշության հետևանքով եւ գնահատելով, որ կարող են լինել վարորդներ, ովքեր անզգուշության պատճառով կսպառեն իրենց 9 տուգանային միավորը, հաշվի առնելով այդ հանգամանքները փոփոխվեց շեմը, 13 տուգանային միավոր դարձավ։ Չիլինգարյանի խոսքով այնպիսի իրավախախտումների դեպքում, որոնք դիտավորությամբ են կատարվում եւ ունեն բարձր հանրային վտանգավորություն, տուգանային միավորների չափը բարձրացվել է։ Եթե 9 բալային համակարգում օրինակ ամրագոտին չկապած վարելու համար նախատեսված էր 1 տուգանային միավոր, ապա 13-ի դեպքում այն դարձել է 1.5։ Նույնը վերաբերում է արագության գերազանցման դեպքերին։ Նախկին 3 միավորի փոխարեն այժմ սահմանված է 4 տուգանային միավոր։ Քրիստինե Թորոսյան, Էդգար Դավթյան, լուրեր։